Ստեփան Հովհաննեսի Գևորգյանը ծնվել է Երևանում։ Ավարտել է Հերացու անվան Երևանի բժշկական համալսարանը, ստացել քիթ կոկորդ ականջ բժիշկ վերաբույժի մասնագիտություն։ Երկար տարիներ աշխատել է հանրապետության հիվանդանոցներում, արտերկրներում։ Ռազմաբժշկական համակարգում զբաղեցրել է Հանրապետական հոսպիտալի լոր բաժանմունքի պետի պաշտոնը։ Վերապատրաստվել և հմտությունները ձեռք բերել Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի Հանրապետության, արտասահմանյան բժշկական կենտրոններում։ Կամավոր մեկնել է Արցախի Հանրապետություն, մասնակցել Շուշիի ազատագրման մարտերին, վիրավորվել է։ Պարգևատրվել է մի շարք շքանշաններով և մեդալներով, վայելում է ճանաչողների սերն ու հարգանքը։ Հոգու լուսաբաց բանաստեղծությունների հավաքածուն Ստեփան Գևորգյանի երկրորդ ժողովածուն է։ Ուզում եմ քեզ հետ զրուցել մի քիչ։ Երգը սրտիս, խոսքը շուրթիս, անցա կյանքի ճամփեքով, մարդկանց բարի մաղթանք արի, գինու լիքը գավաթով, զավակներիս խրատ տվի, խորհուրդ առա մեծերից, գաղտնիքները ճաշակեցի գինի ծնող արմատից, հոգով մարդկանց նվիրվեցի, եղա պարզ ու անաչառ, խաբկանքներով պատժվեցի, ոչ ոք չեղավ ինձ սատար, թափառեցի հավատ տածած, ջահը ձեռքիս լույսն ի վեր, տանջանքներից ապաշխարանք, սերը մնաց ինձ նվեր։ Ամբողջ տարին մեկ ակնթարթ, անցավ գնաց, ինչպես հեքիաթ, բայց թվում է, թե ակնթարթն հեքիաթային, լցված դաժան համբերությամբ, տանջանքներով ու միմիայն փխրուն հույսով կամ անհավատ տխուր լույսով չունի ավարտ։ Ապավենս մեր հերթական հանդիպումն է, քո հայացքով, պարզ աչքերով, անզուգական քո ժպիտով, իմ չարչարված հոգու վերքի սփոփումն է, ու միշտ արթուն քո նկատմամբ իմ նուրբ սիրո զգացումն է։ Թվում է վաղուց ամեն բան ասել, ու սիրտս հավերժ քեզ եմ նվիրել, բայց ամեն անգամ գարնան հետ զարթնել և ամեն գարնան քեզ եմ որոնել։ Թե ճայթող աղբյուր, թե հալչող ձյուներ, համահունչ իրար, նոր երգ են հյուսում, դեպի լույս ձգվող անմեղ բողբոջներ, գարնան հետ միայն քեզ են հիշեցնում։ Բացվող կոկոնի հմայքի բույրով, ամեն գարնան հետ երկինք է լցվում, շունչը այդ բույրի երազի նման, որտեղ էլ լինեմ, դեպ քեզ է կանչվում։ Հրաշքը դեմքիդ, գարնան զարթոնքով, նվեր է տրված ինձ մռայլ կյանքում, և արշալույսը գարունքի նորոգ, հավետ կջնջի մռայլն անամոք։ Լսում ես ձայնիս մեղեդին անվերջ, պարուրված սիրո աղերսանքներով,
Անկոտրում հոգուս կանչ ու ելևեջ, կյանքի վերկրանքի տենչանքով պատված, սիրուտ ցանկության կայծով բռնկված, պայքարի պատրաստ հրահուր ջահով, կրակի ոսոր երանգով ներկված, լսում ես շունչը սիրառատ ձայնիս, որին այս կյանքում ոչինչ չի հաղթի, թեկուզ և անցնեն օրեր ու տարի, արթուն, զրնգուն, ձգտումով լեցուն, շանթահար գալիս, անցնում, տապալում, հանդիպած արգելք, ժայռերը կանգուն, լսիր խոսքերս, որոնց չափածոն երգեհոնային խմբերք է ծնում, փորձելով սրտիս երգերն հնչեցնել, մեղեդիներով համակված պարով, կերպարդ անմեղ նուրբ ռոմանս դարձնել, վստահ եմ, լսում ես սրտիս ձայնը մեղմ, չէ որ ես էլ եմ լսում կանչդ ջերմ, ամբողջ տարին մեկ ակնթարթ, անցավ գնաց, ինչպես հեքիաթ, բայց թվում է, թե ակնթարթն հեքիաթային, լցված դաժան համբերությամբ, տանջանքներով ու միմիայն փխրուն հույսով կամ անհավատ տխուր լույսով չունի ավարտ, ապավենս մեր հերթական հանդիպումն է, քո հայացքով, պարզ աչքերով, անզուգական քո ժպիտով, իմ չարչարված հոգու վերքի սփոփումն է, ու միշտ արթուն քո նկատմամբ իմ նուրբ սիրո զգացումն է, Աստծուց տրված կյանքս նվեր, վատնեմ լավը հավակնելով, թեկուզ անցնեմ անապատներ հոգուս ուժը բանեցնելով, դարդ ու դարման շուռ-մուռ տալով, ինձնով պարփակ անցնեմ տիեզերք, չեմ խնայի ջանքս հալչող, կապաքինեմ թե լաց, թե վերք, գիտեմ լույսն է վերջը մարդու, չեն կորչելու ջանքերս զուր, լուսաբացն է նորից գալու, չար կապանքից ազատելու, միայն հույսիս կապավինեմ, մարդու նման մարդ ունենամ, բաղիս մեջը վարդ ունենամ, կյանքս անցնի տաղերի մեջ, վերջին շնչում ցավ չունենամ,